Բարի գալուստ բուժատետեր, միշտ տեսանյութին անցնել է գրեք, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Պատկերացրեք ձեզ վնասող մի բանի, որը ապրում է ձեր տանը, ձեր կողքին, երբեմն նույնիսկ ձեր մարմնի ներսում, բայց դուք նրան չեք տեսնում, չեք լսում, չեք զգում։ Նա ցավ չի պատճառում, չի զգուշացնում իր գալու մասին, բայց մի օր ուղղակի կանգնեցնում է ձեր կյանքը։ Բժշկության մեջ դրան անվանում են լուր մարդասպան, դա ձեր արյան բարձր ճնշումն է։ Աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ արթնանում են, սուրճ են խմում, գնում աշխատանքի, անգամ չկասկածելով, որ իրենց անոթները գտնվում են պայթյունավտանգ ճնշման տակ։ Իսկ երբ հարցնում ես նրանց ճնշման մասին, բոլորը գիտեն միայն մեկ թիվ՝ վերին ճնշումը։ Դե 140 է, ոչինչ։ Բայց ինչ գիտեք ստորին թվի մասին։ Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում, երբ սիրտը հանգստանում է։ Այսօր մենք կոտրելու ենք ձեր բոլոր առասպելները։ Դուք իմանաք այն ամենը, ինչ թաքցնում է ձեր ճնշման ապարատի տանոմետրի ստորին թիվը։ Ինչու է այն երբեմն ավելի վտանգավոր, քան վերին ճնշումը, եւ որոնք են բարձր ճնշման 5 իրական, բայց քիչ հայտնի պատճառները։ Մնացեք մինչև վերջ, որովհետեւ այս տեղեկատվությունը կարող է բառացիորեն փրկել ձեր կամ ձեր հարազատի կյանքը։ Երբ չափում եք ճնշումը, տեսնում եք երկու թիվ, օրինակ 120-80։ Բժշկական լեզվով դրանք կոչվում են սիստոլիկ վերին եւ դիաստոլիկ ճնշում, ստորին ճնշում։ Եկեք հասկանանք դրանց իրական նշանակությունը պարզ օրինակով։ Վերին ճնշում, սիստոլիկ ճնշում։ Սա այն ուժն է, ճնշումն է, որով սիրտը կծկվում է եւ արյունը հզոր հարվածով մղում է դեպի անոթներ։ Դա սրտի ակտիվ աշխատանքի փուլն է։ Եթե այն բարձր է, նշանակում է անոթները կամ նեղացած են, կամ կորցրել են իրենց էլաստիկությունը եւ սիրտը ստիպված է լինում հսկայական ուժ գործադրել արյունը տեղ հասցնելու համար։ Իսկ հիմա ստորին ճնշման մասին, դիաստոլիկ ճնշում, երկրորդ թիվը, այն ճնշումն է, որը մնում է անոթներում, երբ սիրտը լիովին հանգստանում է եւ պատրաստվում է հաջորդ կծկմանը։ Իրական նշանակությունը։ Պատկերացրեք ջրի փչովի խողովակ։ Երբ ջրի մատակարարման պոմպը միանում է, խողովակը լայնանում է, սա վերին ճնշումն է, բայց երբ պոմպը անջատվում է, խողովակի մեջ ջուրը իհարկե չի անհետանում, այն դեռ որոշակի ճնշման տակ է։ Եթե այդ պահին խողովակի ներսում ճնշումը չափազանց բարձր է, խողովակը պարզապես կպայթի։ Այդպես էլ մեր անոթներն են։ Ստորին ճնշումը ցույց է տալիս, թե որքանով են ձեր անոթները կարողանում հանգստանալ եւ դիմադրել արյան մշտական հոսքին։ Իրականում արյան ճնշման երկրորդ թիվը բնավ էլ անկարևոր չէ, ընդհակառակը շատ ավելի կարևոր է, քան վերինը։ Ինչու է ստորին ճնշումը ճակատագրական եւ ինչու ենք մենք այն անտեսում։ Մարդկանց մեծ մասը, երբ տեսնում է օրինակ 120-95 ցուցանիշ, մտածում է՝ դե վերինս 120 է, նորմալ է, իսկ ստորինը կարևոր չէ։ Սակայն իրականում սա կյանք արժեցող սխալ է։ Ինչու ենք անտեսում այն։ Որովհետև բարձր ստորին ճնշումը գրեթե երբեք ֆիզիկական ախտանիշներ չի տալիս։ Այն չի առաջացնում ուժեղ գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ, ինչպես վերին ճնշման կտրուկ թռիչքները։ Սրտի սնուցման միակ պահը։ Մեր մարմնի բոլոր օրգանները արյուն եւ օքսիգեն են ստանում այն ժամանակ, երբ սիրտը կծկվում է, այսինքն վերին ճնշման ժամանակ, բայց ինքը սիրտը իր սեփական թագանոթներով, կորոնարար անոթներով արյուն եւ սնունդ է ստանում ուշադրություն միայն այն ժամանակ, երբ հանգստանում է, այսինքն ստորին ճնշման փուլում։ Ինչ է տեղի ունենում, երբ ստորինը չափազանց բարձր է, օրինակ 90 կամ 100։ Անոթներում դիմադրությունը այնքան մեծ է, որ սրտի մկանը չի կարողանում հանգստանալ եւ ստանալ իրեն անհրաժեշտ հատվածինը։ Սիրտը սկսում է խեղդվել սեփական արյան մեջ։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի ինֆարկտ, սրտային անբավարարություն եւ կաթված ինսուլտ։ Երիտասարդների թիրախը։ Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 50 տարեկան երիտասարդ եւ միջին տարիքի մարդկանց մոտ հաճախ բարձրանում է հենց ստորին ճնշումը։ Եթե դուք 35 տարեկան եք եւ ձեր ճնշումը, օրինակ 115-95 է, ապա ցավոք սրտի ձեր կյանքը վտանգի տակ է։ Արյան ստորին ճնշման նորմաները հետևյալն են։ Օպտիմալ մակարդակ 60-ից 80 մմ սնդիկի սյուն, ցածր հիպոտոնիա 60-ից ցածր եւ բարձր 90-ից բարձր։ Երբ ստորին ճնշումը չափազանց ցածր է, օրգանիզմի կարևոր օրգանները չեն ստանում բավարար թթվածին։ Պատճառները մի քանիսն են՝ ջրազրկում, երկարատև անկողնային ռեժիմ, սրտի փականների խնդիրներ, էնդոկրին հիվանդություններ եւ որոշ դեղամիջոցներ։
Ախտանշանները թեև վառ արտահայտված չեն, սակայն կարող է լինել հետևյալ տեսքով. օրինակ, գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն, տեսողության մթագնում, սառը մաշկ։ Եթե արյան ստորին ճնշումը ցածր է, պետք է խմել բավարար ջուր, օգտագործել թեթևակի աղի սնունդ, եթե հակացուցված չէ, խուսափել կտրուկ շարժումներից եւ դիմել բժշկի։ Երբ արյան ստորին ճնշումը բարձր է, այսինքն 90-ից բարձր է։ Բարձր ստորին ճնշումը նշանակում է, որ ձեր անոթները մշտական լարվածության մեջ են, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկ։ Այս ամենի պատճառները մի քանիսն են։ Ինչու է բարձրանում արյան ստորին ճնշումը։ Պատճառ առաջին՝ քրոնիկ սթրես, երկրորդ՝ ավելորդ քաշ, աղի չարաշահում, ծխելը, ալկոհոլը եւ երիկամների հիվանդությունները։ Ինչպես հասկանալ, որ ձեր արյան ստորին ճնշումը բարձր է։ Դա կարող է արտահայտվել հետևյալ կերպ. ծոծրակի շրջանում ցավ, աղմուկ ականջներում, սերտխառնոց, հոգնածություն, սակայն սա հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր է ուշադիր լինել ստորինարյան ճնշմանը։ Ինչ պետք է անել, եթե ձեր ստորինարյան ճնշումը բարձր է։ Սահմանափակել աղի օգտագործումը, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, հրաժարվել վնասակար սովորություններից եւ անցնել բժշկական հետազոտության։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել արյան բարձր ճնշման 5 հիմնական պատճառները։ Երբ մարդու ճնշումը բարձրանում է, նա սկսում է դեղեր խմել, բայց դեղը միայն հետևանքն է վերացնում։ Որոնք են 5 իրական պատճառները, որոնք ստիպում են ձեր ճնշմանը բարձրանալ։ Առաջին՝ անտեսանելի աղ, նատրիումի ավելցուկ։ Մենք կարծում ենք, թե եթե սնունդը լրացուցիչ աղ չենք անում, ուրեմն ամեն ինչ լավ է։ Բայց օրինակ նատրիումի 80%-ը մենք ստանում ենք պատրաստի սննդից՝ հաց, իեշիկեղեն, պանիր, սոուսներ։ Նատրիումը պահում է ջուրը մարմնում, ավելորդ ջուրը մտնում է արյան շրջանառության մեջ, արյան ծավալը մեծանում է, անոթների պատերը հայտնվում են հսկայական ճնշման տակ։ Երկրորդ՝ քրոնիկ սթրես եւ կորտիզոլային թակարդ։ Եթե դուք նյարդայնանում եք, մարմինը արտադրում է ադրենալին եւ կորտիզոլ կոչվող հորմոնները։ Այս հորմոնները վարկենապես նեղացնում են մեր արյան անոթները։ Սրանք կոչվում են սթրեսի հորմոններ։ Եթե դուք ապրում եք մշտական սթրեսի մեջ, աշխատանքի պատճառով, անձնական կյանքի, ֆինանսական խնդիրների, ձեր անոթները պարզապես մոռանում են, թե ինչպես լայնանալ։ Նրանք մշտապես սեղմված են, արյան ճնշումը բարձրանում է, որին էլ հետևում են ոչ այնքան լավ հետևանքները։ Հաջորդ պատճառը ճարպակալումն է եւ ավելորդ կիլոգրամները։ Գիտեիք արդյոք, որ յուրաքանչյուր 1 կիլոգրամ ավելորդ ճարպի համար ձեր մարմինը ստիպված է ստեղծել մոտ 3 կիլոմետր նոր մանր արյունատար անոթներ այդ ճարպը սնուցելու համար։ Մարմինը ստիպված է ահռելի ուժով աշխատել, որպեսզի արյունը մղի այդ հավելյալ կիլոմետրերի միջոցով։ Չորրորդ պատճառը քնի ապնոե, խռմփոց եւ շնչառության կանգ։ Սա բարձր ստորին ճնշման ամենահաճախակի, բայց չախտորոշված պատճառներից է։ Եթե դուք գիշերը խռմփացնում եք եւ վայրկյաններով դադարում եք շնչել, ուղեղը ընկնում է խուճապի մեջ թթվածնի քաղցից։ Այն հրահանգ է տալիս անմիջապես սեղմել բոլոր անոթները, որպեսզի արյունը հասնի գլխուղեղ եւ դուք արդեն բարձրանում եք արյան բարձր ճնշմամբ։ Եվ 5-րդ՝ երիկամների եւ հորմոնալ համակարգի խնդիրներ։ Երիկամները մեր մարմնի գլխավոր ֆիլտրերն են, որոնք արտադրում են ռենին կոչվող հորմոնը։ Երբ երիկամների արյունահոսքը վատանում է, դրանք ստիպված են լինում չարաշահել այս հորմոնի արտադրությունը, ինչն էլ համակարգային ձևով բարձրացնում է ամբողջ մարմնի արյան ճնշումը։ Տեսանյութի վերջում ամենահետաքրքիրը՝ այն, ինչ երբեք ձեզ չեն ասել արյան ճնշման մասին։ Եկեք հիմա խոսենք այնպիսի բաների մասին, որոնք դուք հաստատ չեք հարցրել, բայց դրանք կփոխեն ձեր պատկերացումները։ Ճնշման տարբերություն ձախ եւ աջ ձեռքերի վրա։ Երբևէ չափել եք ճնշումը երկու թևի վրա միաժամանակ։ Եթե ձախ եւ աջ թևերի ճնշման տարբերությունը 10-15 միավորից ավելի է, դա կարող է վկայել սրտից դուրս եկող մեծ անոթների նեղացման կամ աթերոսկլերոզի մասին։ Ինչ է պետք անել։ Միշտ չափեք երկու թևի վրա եւ հիմք ընդունեք ավելի բարձր թիվը։ Հենց սա է ձեր իրական ճնշման թիվը։ Հաջորդը՝ սպիտակ խալաթի հիպերտենզիա։ Շատերի ճնշումը բժշկի կաբինետում թռչում է մինչև 150, բայց տանը լիովին նորմալ է։ Սա հուզական ռեակցիա է։ Ճիշտ ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է կրել արյան ճնշման 24-ժամյա մոնիտորինգ սարքը, որը չափում է ձեր ճնշումը նույնիսկ քնած ժամանակ։ Ճնշումը եւ ջուրը զարմանալի է, բայց ջրազրկումը նույնպես բարձրացնում է ճնշումը։ Երբ մարմնում ջուրը քիչ է, արյունը թանձրանում է եւ մարմինը արտադրում է վոզոպրեսին հորմոն, որը նեղացնում է մեր անոթները եղած հեղուկը պահպանելու համար։ Եզրափակենք տեսանյութը։
Արյան ճնշումը դատավճիռ չէ, դա պարզապես ձեր մարմնի լեզուն է, որով նա ասում է ես օգնել եմ, ինձ օգնություն է պետք։ Ինչ է պետք անել հենց այսօրվանից։ Առաջին գնեք որակյալ տոնոմետր եւ չափեք ձեր ճնշումը առավոտյան եւ երեկոյան։ Ուշադրություն դարձրեք եւ չափազանց կարեւորեք արյան ստորին ճնշման թիվը։ Այն չպետք է գերազանցի եւ ոչ մի դեպքում 80-85 միավորը։ Օրական գոնե 30 րոպե քայլեք արագ տեմպով։ Սա չափազանց կարևոր է արյան ճնշման կարգավորման համար։ Եթե ձեր տոնոմետրը պարբերաբար ցույց է տալիս 130-80-ից բարձր թվեր, մի սպասեք կաթվածի կամ ինֆարկտի, դիմեք բժշկի, մի թողեք, որ դանակը հասնի ոսկորին։ Հիշեք, ձեր անոթները ձեր կյանքի գետերն են, թույլ մի տվեք, որ դրանք ավերվեն։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում նշեք, թե որքան է կազմում ձեր արյան ճնշումը, ուշադրություն դարձրել եք արյան ստորին ճնշման թվին։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։